Շարունակում ենք մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, ելի մեր շատ սիրելի հյուրն է տաղավարում, որը ամեն անգամ ինքն էլ իր հերթին իմիջիայլոց եւ գիտական եւ ոչ միայն անգամ մարդկային լեզվով էլ, երբ խոսում է ելի ու ելի առիթ ես ունենում գնահատելու այն երկիրը, որտեղ ապրում է, սիրելու եւ հասկանալու նրա մասշտաբներն ու մեծությունը։ Ով է մեր հյուրը, հնագույն քաղաքակրթությունների հետազոտող, անկախ փորձագետ Վազգեն Գևորգյանն է մեր հյուրը եւ իհարկե ելի խոսելու ենք հայոց մշակույթից։ Բարի լույս։ Շատ գերազանց։ Ինչ նորություններ կան այս ընթացքում, երբ մենք առիթ չենք ունեցել հանդիպելու։ Նորությունները, ուրեմն նորությունը որն է, մի դեպքում երկիր մոլորակը դեռևս պատտվում է։ Այո։ Իր առանցքի շուրջ շատ լավ է։ Նույն թափով, նույն ձևով, պարոն Գևորգյան։ Նույն թափով, նույն ինտենսիվությամբ, Հայկը իրեն տեղն է։ Հա, տեղում է։ Հայկի միգամածությունում դարձյալ աստղեր են ծնվում։ Եվ տիեզերքը ընդլայնում։ Հա։ Այսինքն բայց Այսինքն աշխարհի վերջը չի։ Աշխարհի վերջը չի կարող գալ, մեր աշխարհի վերջը կարող է գալ։ Մարդկային աշխարհի վերջը, բայց մի անգամից ասեմ, որ չի գալու, որովհետև ամսի 28-ին այդ շքերթ էր, չէ՞, եթե գիտեք։ Բայց այդ շքերթից առաջ նա շատ հետաքրքիր բան եղավ, որ մնաց վարակույրների ետևում ամսի 27-ին ուղիղ 24 ժամ Շումանի այդ ռեզոնանսի ուրեմն բանը ցույց տվեց աննախադեպ մի հատ բան։ Այսինքն բոլոր հերցերը մինչև 39-40 հերց։ Այն որ ասում եք, որ իջած է, հա, ոնց որ թե Հիմա դրա մասին մի անգամ էլ ասեմ, մինչև 2000 թվականը այդ Շումանի հերցը ինքը էլեկտրոմագնիսական դաշտի այդ հաճախականության ցուցիչն է 7.83 իրա միշտ եղել, մինչև 2000 թիվը տենց է եղել։ 2000 թվից հետո մեկ էլ, չգիտեմ ինչ է կատարվել, փոփոխություն է գնացել, ու ինքը դարձել է 14, հետո դարձել է 20, հիմա կայուն 26 է, 11.32 ու 1.1 է լինում, որ ինքը, ասենք 196 է լինում։ Այն ինտերնետային բաները, խափանումները, որ տեսնում եք, չէ՞, հետի Շումանի հերցերը հենց նայում եք, տեսնում ենք այնտեղ մի բան, սենց անոմալ է, ինչ-որ անհասկանալի բան է, միանգամից ինտերնետը բան է ալնում, էլի։ Իսկ ինչից է դա լինում հիմա, այդ լավ է թե վատ է, կամ ինչ է դա խորհրդանշում։ Փոխվում է էներգո համակարգը տիեզերքի, այսինքն մենք եւ տիեզերքը էվոլյուցիոն այդ կատարելագործունեության մեջ ենք։ Հուսամ դեպի լավը։ Հա, հիմա մենք որ իհարկե դեպի լավը, դրա համար եմ ասում։ Ասենք որ ասում ենք կործանվելու է աշխարհը, աշխարհը չի կործանվելու։ Մարդը չի կարող մահանալ։ Հասկանում եք, մարդը հավերժ է, հոգին հավերժ է, հոգին հավերժ է, ինքը ուղղակի այս փոքր բանում, ուրեմն շրջանում, երբ որ ինքը մարմնի մեջ ծնվում է, իրան թվում է այլ աշխարհ գոյություն չունի, իր հոգին էլ տեղ գնալու չունի, այնինչ անգամներ այդ հոգին, ես իմ երբ է ծնվել, չգիտեմ քանի միլիոն տարիներ առաջ, տիեզերքը երբ որ ծնել է մարդուն, մարդը անգամներ ուրեմն եւ տարբեր օրինակ երաժշտություն որպեսզի մարդու այդ տարբեր տեղեր լինելու դրույթը հասկացվի, երաժշտությունն է լավ բացատրում։ Միևնույն մելոդիան դու կարող ես նվագել տարբեր գործիքների վրա նախ։ Բայց բացի գործիքների դու կարող ես մոդուլյացիա տարբեր տոնայնությունների մեջ, չէ՞ նվագես։ Այսինքն մելոդիան եթե հոգի ընդունենք, գործիքները մարմին եւ տոնայնությունը տարածություն, հա, որտեղ փոխվեց, չէ, տարածաչափություն փոխվեց։ Դո մաժորից անցել եմ ռե մաժոր, ֆա մաժոր, տեղը գնաց ուրիշ, չէ, ուրիշ տեղ եմ գնացել։ Զուգահեռ են որ ասում են, այդ հոգիդ միշտ ինքը փոխում է իր կարգավիճակը։ Բայց ինքը անմահ չի կարող ինչ-որ մահացյալ լինել։ Այդ տեսանկյունից եթե մենք դիտարկենք մեզ, շատ բաներ մեր մոտ կփոխվի։ Որտեւ այս կյանքը չենք շտապի ապրելու եւ սրիկայություններ չենք անի։ Իսկ հակառակ դեպքում երբ ասում եմ մարդը մի կյանք ապրում, չէ՞,
Մարդը շտապում է ապրելու, ասում եմ ուրեմն հարստանամ, ընկերոջս դավաճանեմ, սրան դավաճանեմ, բոլոր միջոցները ես կիրառեմ, միայն հարուստ լինեմ, որ ինձ ասեն հեղինակավոր մարդ ես։ Ու դրա կողքին կա հետևյալ Բայց մեռնելու եմ, էլի։ մի անգամ եմ ապրում։ Ահա, այդ եմ ասում։ Որտեղ մի անգամ եմ ապրում, մեռնելու եմ, հիմա այնտեղ ոչ մեկ ինձ չի տեսնում, արի եկել եմ այս կյանք, հաջող։ Ինչ կարամ անեմ, ինչ կարամ անեմ։ Պարոն Գևորգյան, ինչ է սպասվում մեր մշակույթին։ Աննախադեպ, ասեմ, նորից եմ շրջադարձային վերելք։ Մեր հույսը այդ էներգիայի փոփոխությունն է, որովհետև արդեն մարդկային առումով այդ հույսը չունենք, հույսներս տիեզերքն է։ Վայ, մարդկային առումն էլ է փոխվելու։ Փոխվելու է մարդկային առ։ Ուզեն չուզեն, որովհետև առաջնային դաշտը իր հրամանը ուղարկել է։ Այն ինչն ենք մենք տեսնում, այդ փորձերի բանի շնորհիվ մենք տեսնում ենք, որ այդ էներգո համակարգը փոխված է։ То есть տիեզերքից այն քվանտային բանը ֆիզիկայի այդ ֆոտոնների բանի այդ մասնիկների ուրեմն փոխկապակցության բանաձևը գիտեք ինչի մասին է, որ մի մասնիկ նրանք զույգեր են, եթե մեկը տիեզերքում է, մեկը այստեղ է, այո, եթե նա փոփոխություն կրեց, սա նույնպես փոփոխություն է ակնթարթային։ Հիմա այդ փոփոխությունները տիեզերական են։ Ինչքան ժամանակ է մեզ պետք, եթե դա երկրային ժամանակով սպասելի է մարդու համար, որ այսօրվա ապրող մարդը նկատի այդ փոփոխությունը։ Հա, մարդը միշտ շտապում է, միշտ ուզում է տեսնել, բոլորս, մենք մարդ ենք, դրա համար նյութընկալությունը մեզ միշտ շտապացնում է, միևնույն է, ինչ էլ խոսանք, մենք բոլորս էլ մարդ ենք եւ այդ տեսանկյուններով ենք դիտարկում։ Իհարկե ասեմ, որ վերջին 4000 տարվա ուրեմն այդ բանը եկել է հիմա պետք է լուծվի։ Այդ հիման երբ այս տարին թե չէ, հիման այս տարի, եթե ասեմ, որ 3.5 մի բան ա եղել, էլի ա եղել, էլի, աշխարհակարգը արդեն սկսել փոխվել, բոլորը նստել են, քննարկում են, այս ինչ եղավ, այս ոնց եղավ եւ այլն։ Բայց դա եղավ տիեզերքում։ Հա, իհարկե, Իսկ ոնց եք դուք դա նկատում, միայն աստղերի դասավորվածության, ծնունդների ու Չէ, միայն աստղերի դասավորությամբ չես կարող դա փորձառել, հա, ասենք մեր բիոսկոպները նույն ամեն օր ես դիտարկում եմ այդ Շումանյան ռեզոնանսը ոնց է փոփոխություն կրում։ Այդ կապն է մեր ման գալիս ու արդեն հասկանալի է դառել այդ կապը։ Այնտեղ որ մի բան փոխվում է, այստեղ ինչ որ մի բան աշխարհական, քաղաքական եւ այլն իրադարձություններ են կատարվում։ Ուրեմն ըստ այդ տվյալների շուտով ուրեմն կգա ամեն ինչ։ Իմիջիայլոց մենք հիմա մեծն հավասարակշռման դարաշրջանում ենք ապրում։ Այսինքն տիեզերքը մեկ շրջապտույտ կատարել է, մեր համակարգի մասին է խոսքը։ Այո։ Մեր այդ 25920 տարվա շրջապտույտը, որ պրեցեսիա է կոչվում։ Եվ ամեն ինչ է եկել է ու Հայաստանում մեծն հավասարակշռումը արդեն 12 թվականից կարող ենք ասել, որ արդեն կայացել է։ Նա բոլոր այն աստղերը եւ այլն, էներգետիկ համակարգը բան եկել է եւ այդ կատարելագործման իրանք տուն են եկել, օրինակ Հայկը, որ ասում է տուն է եկել։ Ասենք ջրոսի համաստեղության, ասենք համաստեղությունն է տուն եկել, իմջալուց ասեմ, արդեն ջրոսի դարաշրջանն է։ Այն որ ման են գալիս, ասում են, երբ կլինի բան։ Գիտեք ով է ցույց տալի, Տաթևիսյունը։ Տաթևիսյունը։ Հա, եթե իրան մասնագիտորեն աստղագիտական առումով ես քննարկում, հա, ինքը այնքան հստակ ցույցիչ է, որ անընդհատ ենք մենք մեր մշակույթի վրա զարմանում։ Դա անիմանալի բան է, անհնար բան է, ասում լավ։ Սյունը, պարոն Գևորգյան։ Սյունը ինքը իհարկե 975 թվականին է, որպես պատմագիտություն, իր գիտելիքը 25920 տարեկան է։ Մեր խորանի գիտելիքը նույնպես խորանների նույնպես 25000, այսինքն մեկ պրեցեսիոն համակարգ։ Եվ ոչ միայն մեկ, որտեղ մեկ պատկերացնեք մարդը, եթե կիսավայրենի է, հանկարծ պրեցեսիա հասկանալ 25920 տարվա մեջ։ Հնարավոր է դա, հնարավոր չի, չէ։ Ուրեմն պատմությունը խստիվս աղավաղված է։ Այս գիտությունը արդեն ապացուցում է, որ պատմությունը խստիվս աղավաղված է, այս գիտությունը շուտով մենք կտանք աշխարհին, շուտով ցույց կտանք,
գերջժգրիտ, ուրեմն հստակ արմատական դրույթներով, որ ոչ մեկը չկարողանա վիճարկել։ Այսինքն գիտական ձևակերպմամբ ինչ որ մշակում է աստղագիտական, կենսաֆիզիկական բոլոր առումներով արդեն մեր այդ բանը պատրաստ ենք մենք տալու։ Մի քիչ պետքա նայես Իսկ ինչ կտա այդ ինֆորմացիան հանրությանը։ Մարդը միանգամից ուղեղը փոխվելու է, իր տեսանկյունը, ասենք խոսքի օրինակ ինչ տվեց, երբ որ մարդը էլեկտրականությունը գտավ, չէ, 200 տարի առաջ էլեկտրականություն չկար։ Կամ ինչ տվեց մարդուն, երբ Մենդելեևի, ուրեմն այդ քիմիական Մենդելեևը, չէ, Աուսակը ձևակերպեց, չէ։ Անկախ նրանից Մենդելեևը դեռ չէր ձևակերպել, այդ բոլոր տարերը կային, չէ։ Այսինքն դասակարգեց բանաձևը տվեց, ինչը փոխվեց։ Փոխվեց, չէ, մարդու գիտակցությունը։ Ինֆորմացիան փոխվեց, իհարկե։ Պարզ է, ասենք այդ քիմիկոսներ են, բժիշկներ են եւ այլն, կալիումը, կալցիումը սկսեցին մասնառել, օգտագործել, տալ, բան եւ այլն, չէ՞։ То есть գնաց կիրառական։ Էլեկտրականությունը մեզ լույս տվեց, հասցրեց մինչև այսօրվա տեխնիկական զարգացվածությանը։ Սա տալու է մարդու արդեն ավելի հզորացում իր հնարավորությունների։ Եթե մենք 50 հերց հնչողություն ունենանք ու դրանից բարձր վերջ մենք Աստված ենք։ Այ հիմիկվա համեմատ մենք Աստված ենք։ Մեզ պետք չի լինի ինտերնետ։ Հիմա ինչքան է հերցերը։ Այդ 7-8-ից մինչև 26։ Մարտունը 7-8 էլ մնացել է։ 7-8-ից 14-ը, տենց է։ Ինքը իհարկե ֆազեր կա, որ ինքը բարձրանում է, բայց անգիտակից վիճակում է, որտեղ քնած է։ Իսկ ինչ կարող է անել այսօրվա մարդը, ինչ որ ինֆորմացիայի արդյունքում փոխելու կամ բարձրացնելու դա հնարավոր է առհասարակ։ Այդ խնդիրն ենք մենք հիմա ուզում լուծենք։ Տալ տեսական, ընդհանրապես իմանա, որտես բան կա։ Հիմա այդ ֆունդամենտալ արդեն հին գիտությունը արդեն հնացել է, հասկանում եք, նորն է պետք տալ։ Ու արդեն մենք աշխարհում տեսնում ենք գիտնականներ, աշխարհահռչակ, այդ այսպես ասած պաշտոնական ֆունդամենտալ գիտության մեջ քվանտային օրինակ այդ ֆիզիկայի ուրեմն ասպարեզում այնպեսին մենք ունեցել ենք այդպիսի մարդ, իրան ինչպես միշտ հայերը ուշադրություն չեն դարձրել, այդ հիմնարար դաշտի տեսության ուրեմն այդ Հովհաննես Դավթյանը, բայց հիմա ինքը թողել է իր գիտությունը, մենք ուշադրություն չենք դարձրել, բայց հիմա ասենք Նասիմ Հարեմեն կա, համաշխարհային այդ բանի մեջ, գիտական շրջանակներում, որը արդեն կարողացել է 50%-ով իրեն կողմը քաշել այդ ֆունդամենտալիստներին, այսպես ասած։ Այն պահպանողականները միան են մնացել, ինքը արդեն որտեվ այս քվանտային աշխարհը մարդու գիտակցությունը ինչ կարող է անի, միտքը ինչ կարող է անի, բանաձևվում է, ինչ բան է ժամանակ, ինչ բան է տարածություն եւ այլն եւ այլն։ Այդ ժամանակի կրճատման հետ կապված այս միֆերը, որ պատտվում են, հա, օրվա ժամային իբր 24 ժամը իրականում սա ճշմարիտ է։ Հիմա որպեսի բոլորին մենք բացատրենք, որ դա հնարավոր չէ, Անուշիկ ջան, ուրեմն ինչ ենք անում։ Գնում ենք տուն, մեր որևէ մի պատուհանից, որից երևում են աստղեր։ Վերցնում ենք, մի հատ կետ ենք վերցնում, նայում ենք այդ պատուհանին ու աստղի կայացման կետը, նայում ենք ժամացույցին։ Եթե աստղը 24 ժամ հետո ընդեղ չլինի, ասեմ ձեզ 3 րոպե 56 վայրկյան շուտ է գալու, ու 4 րոպե։ Սա օրենքն է, եթե այս խախտվի, ուրեմն այդ ժամանակը արդեն ուրիշ է ալնելու։ Հասկանում եք, 24 ժամ հետո մենք նույն աստղը այնտեղ տեսնում ենք։ Իհարկե։ Այսինքն եթե խախտվի մենք աստղը տեսնում, մի րոպե։ Ինչա 24 ժամ հետո չես տեսնում արևը։ Ինքը բայց շարժում է կատարում, չէ։ Հարցի պատասխանը ֆանտաստիկ է։ Չէ, բայց ես վերջերս քանի որ հենց արևի շողքով ասում են, երբ առաջ մարդը, հա, իր շողքով արևի որոշում էր ժամանակը, հիմա ասում են իբր դա խախտված է եւ ենթադրենք, հա, ասենքն ինչ որ X ժամի քո շողքը հարցի պատասխանը հրաշալի տրված է։ Ես ձեզ չէ, հիմա ավելի խորը պատասխան տամ։ Ավելի հեշտ բան է, էլի։ Ուրեմն հրավիրում եմ կա մարտի 20-21-ին մենք կգնանք երևի բան կա, անպայման ենք գնալու։ Ուրեմն Օհանավանք շատ մոտիկ է։
Կամ հունիսի ուրեմն ամառային այդ արևադարձի 21-ի օրը, ուրեմն հետո աշնանային եւ այլն։ Երբ որ գնաս, սա հատուկ ենք անում, որպեսզի մարդիկ տեսնեն, թե օհանավանքը արևի գարնանային գիշերը հավասարը ոնց է ցույց տալի։ Երեխեք ջան, դա ֆանտաստիկա է։ Այդ գիշերը պիտի այնտեղ լինեն։ Չէ, արևոց գիշերը Որ հավասար։ ժամին է պետք լինել, որպեսզի ինչ-որ Մեր ժամանակով ուղիղ ժամը 1-ին, 13-ին։ Ահա։ Այդ հաշվարկումներն էլ է սա, երբ որ կան հայագիտական աստղագիտության, արդեն այդ ժամերն էլ կճշգրտեն։ Հայկական ժամանակով ժամը 1-ին ուղիղ կայանում է մարտի 20-ին ուղիղ ժամը 1-ին։ Ուրեմն 7-ին արևը լույս է տեսնում, արևած ակնա լինում, ուրեմն բանով այգա կոչվում, ինքը եկավ, ժամը 13-ին իր կիզակենտրոնում է լինում, ու որպեսզի դու այդ 13-ի կիզակենտրոնը տեսնես, կանգնում ես օհանավանքի այդ գավիթում, այնտեղ բանա չէ, գմբեթ է շինած, եթե եղել եք, տեսնեք 12 այսպես սյուներով, այսինքն բաց է այդ գմբեթը, արևը մտնում է ուրեմն այս գմբեթի մեջ, քանց ժամացույց, կոնկրետ ժամացույցի նման աշխատում է։ Ուրեմն դու տեսնում ես թվերային, եթե մի քիչ շուտ ես գնում, ասենք 20 պակասա, անցկեսա, տարբեր ուրեմն այսպես սեկտորների նման այդ արևի շողքերն են։ Արևը շարժվում է, այս սեկտորները այսպես գալիս, այս շողքերը այսպես գալիս մի հատ շարժ են կատարում, վերջում ժամը 13-ին ուղիղ բոլորը միանում են ժամացույցի նման, նույն 12-ն է, չէ՞, նայեք ժամացույցին։ Ու դուք դա կտեսնեք աչքով ու արդեն այդտեղ զարմանքից պետք է քարանաս, որ պետք է հասկանաս, թե այս ինչ հզոր ճարտարապետներ են այս մարդիկ եղել։ Այս ո՞նց են հաշվարկել։ Ամեն մարդու բան չի։ Իմիջիալոց այսօրվա գիտությունը տես բան չի կարող անի։ Ասեմ ձեզ, ճարտարապետական տես գեր կառույց, ինքը դժվար կառույցի։ Այնտեղ պատկերացնում եք ինքը բան է, չէ, համ եկեղեցի է, համ աստղացույց է, էլ չեմ ասում դե այլ բաներ, չէ, սեյսմոկայունություն եւ այլն, չէ, բայց այդ աստղագիտությունը որտեղից։ Ուրեմն բանում մտնում ես այդ գլխավոր իր համալիրը, այդ կենտրոնագմբեթը, արդեն գավիթից մեր։ Ուրեմն մենք մի քանիս ընդեղ էինք կանգնել, նայում էինք, վազելով sense գնում գալիս էինք։ Ուրեմն մի շող ընդեղից է գալիս։ Այդ ընթացքում, որոնի ժամացույցի նման է ցույց տալիս, ընդեղ երկու շողք են։ Նայում ես, մեկը ստեղ է, մեկը ընդեղ է։ То есть բարձրությունն եմ ասում, էլի։ Այս շողքերը եկան, ու ժամը 13-ին սենց միացան իրար ու եկան խորանի տակ կանգնան։ Պատկերացնում եք։ Հիմա ես որ ասում եմ, լավ ոնց կարելի է ծրագրավորել, որ այս անցքի արևի շողը գա միանա սրան ու ժամը 1-ին գա խորանի մոտ։ Ֆանտաստիկայի ժանր չի։ Այո, դե ճարտարապետական առումով դե հիմա հիմա ճարտարապետական լուծումները առհասարակ են ինչ-որ գիտությունն այն էլ գերգիտություն։ Կառուցում են ընդհանրապես։ Հիմա մենք այդ բանի սերունդներն ենք, մոտ ենք ընդհանրապես էլ։ Հələ հիմա որ նայում ես, էլ մենք այդ չենք հասկանում։ Ոնց որ նարեկացի չենք հասկանում։ Այն ձեր հարցին անսպառորեն ես մի հատ նարեկացի ցիտեմ, էլի։ Անսպառորեն մնում է համայնն ամեն ինչի մեջ, ամբողջությունը ամեն մի մասում, էությամբ երկնում, իսկությամբ երկնում, անհատ մարդկությամբ և աստվածությամբ լիակատար, ու փշրվում է միշտ անվերջ մասերի, բաշխվում է անվերջ, որ միավորի այդպես բոլորին իր գլխի համար։ Այս մենք որ հասկանանք ստեղ նարեկացին ինչ ասե, այսինքն ազգովի նստենք համալսարանական, այսենց էլ են, սենց, մի հատ վերլուծեք, այն էզոտերիկա, չգիտեմ, գիտություններ, ախմախություններ, այսպես գցես դե, տիեզերակառույց ամբողջ բանը մարդու ասեց, դու ով ես, չէ, նախ քվանտային ֆիզիկա չէ բացատրեց, այն որ նոր ասում է ամեն մի, չէ, մասնիկը քվանտային ներազդված է, չէ, Չէ։ Դրա համար բոլորն ասում են վերածնունդը նարեկացուց է, ոչ մի տեղից չի։ Այ այդ Հովհաննես Դավթյանը մի հատ գիրք է գրել, էլի մենք
չենք ուզում այդ գրքին անդրադառնանք, էլի ու ցույց է տվել Նարեկացուն որպես մեծն գիտնական։ Այս մեծն գիտնական քվանտային ֆիզիկա հասկացել է, որ սա այն ժամանակ քվանտային ֆիզիկայի մասին է խոսում։ Այդ մասնիկների միավորումը, միասնությունը Նարեկացին գերճշգրտորեն ցույց է տվել։ Նարեկացին ֆանտաստիկա։ Պարոն Գևորգյան, հարցը տվեցինք, պատասխանը ստացանք, բայց ասեմ հարցը ինչի է ծագում մեր ուղեղում, որ ժամանակի առումով, որ ժամանակը կրճատվի եւ այլն։ Բայց ի՞նչ է մեզ հետ կատարվում, տեխնոլոգիաներն են, որ մեր ժամանակը թռնում է, մենք չենք հասցնում։ Այսինքն մեզ համար մեկ օրվա ընթացքում ավելի քիչ բան ենք անում, քան 15 տարի առաջ։ Հա։ Թե հետաքրքրությունն է կորե, մանկություններ կարևոր։ Չէ, իրականում զբաղվածությունն է անում։ Չէ, սա ասեմ, իրականում գիտեք, լավ հարց է, շատ լավ հարց է։ Ուրեմն ժամանակը ունի ժամանակի եւ տարածության սիմետրիա։ Հիմա մենք ինչ փորձ ենք անում, երբ որ գտնում ենք այդ 3:56 վայրկյան տարաձայնությունը հայկի գլխավորությամբ արդեն այդ սիմետրիան դնում ենք իր տեղը, փորձ ենք անում ուղղակի։ Ու գերվե կամերայա, բիոսկոպա, էսա էնա եւ այլն, ցույց ենք տալի մարդու մեջ ինչ է փոխվում։ Ուրեմն երբ որ այդ սիմետրիան դու ուղղակի գիտակցում ես, մարդուն ասում եմ, էսի սիմետրիայի ժամն է։ 2 ժամային գոտի շատ չխորանամ, ուղղակի այդ սիմետրիան ուղղակի նկատառելով տվյալ մարդու մոտ, որ առաջին անգամ ինքը դրան լսում է։ Ասում եմ նստի, դնում եմ բան, երաժշտություն, երաժիշտ եմ, չէ՞։ Ուրեմն այդ Կվինտովի զուգահեռ տոնայնությունները մի շրջան են անում, որպեսզի իր ամբողջ վիբրացիոն համակարգը աշխատի, այդ որ մենք չենք հնարել երաժշտությունը ինքը դիեզերական է, հա, եւ նաեւ որպեսզի ինքը սինխրոն լինի բոլոր իրավիճակներում, էլի։ Միաժամանակ, ասենք մի 10 հոգի մարդ, 2 հոգի մարդ, 3 հոգի կապ չունի։ Հետո գերվե կամերայով, տարբեր բաներով չափագրում ենք անում, իր զգայական դաշտը 7-ից բարձրանում է դառնում է 75։ Այն որ ասում ենք 50-ից վերև, չէ՞, այ մենք մի անգամից հիմա եթե ու ոչ միայն այդ առաջի ֆակտորն է, բայց մնացածը իր բոլոր օրգանիզմը սկսում է ներօրգանական աշխարհը նորմալ աշխատել, տեսնում ենք, որ ինքը կարգավորվեց։ Հիմա եթե մենք մտնենք սիմետրիայի մեջ, ուղղակի գիտակցենք։ Այդ ենք ասում օգոստոսի 11 արեք։ Հասկանում ես, չես հասկանում, դու այդ տոնիկայի մեջ ես, չէ՞, սկզբնավորման մեջ ես, չէ՞։ Ու անկախ նրանից, թե դու ինչ մասնագետ ես, ինչ ես, բայց դու գիտակցելով, անկախ, մենակ մի բան պետք է գիտակցես, օգոստոսի 11-ից 11 նոր տարի է։ Էլ չընկնես այնտեղ աստղագիտական հաշվարկներ անես, էս անես, այն անես։ Մեկը պետք է գիտակցես, որ քո հայկն է, որը պատկերացնում եք ինքը ինչ է, էլի, հայկին մի հատ որ քննառենք, էլի։ Ինքը համատիեզերական է, համամարտկային է, բայց քո ազգն է իրան գիտակցել, հասկանում եք։ Հա։ Մտար սիմետրիայի մեջ դու փոխվում ես, ուրիշ մարդ ես դառնում։ Ու եթե մենք այդ կրիտիկական մասան ապահովենք, այսինքն ազգովի, մեզ է չէ տրված, որտեղ օգոստոսի 11-ը այն ով որ ունեցել է հիմա չկա, այսինքն եգիպտացիները, ասենք հնդարյացիները, մայաները եւ այլն։ Ինչու չկա։ Դե չկան։ Կան։ Չկա, որպես ազգություն վերացրել է իրեն։ Մենակ մենք ենք հիմա։ Մենք ենք պարսիկները մեզնից վերցրել են, բայց պարսիկները օգոստոսի 11-ին գալիս են մեր հետ 500 հոգի բան են անում, օգոստոսի 11-ին անում։ Պետական օր են, մշակույթի նախարարությունով, բա ոնց։ Իրանց պետական օրն է։ Իհարկե ոչ։ Ոչ։ Սեփական օրն է։ Սեփական օրն է։ Կարաունջում, չէ՞։ Կարաունջում, այո։ Այո։ Եթե միայն այդ գիտակցումը անկախ դրանից սիմետրիայի մեջ ենք ընկնում, նորից եմ ասում, կապահովենք այդ գիտակցությունը, միանգամից այդ 50 հերցից վերև արդեն ընչելու ենք։ Թե ինչպիսի կարողություններ այդ ժամանակ մարդկանց մոտ կբացվի, արդեն հետի ցույց կտա ապագան։ Հիմա մենք այդ նախանշանները տեսնում ենք, որ ֆանտաստիկ բաներ կարա լինի մարդու հետ, էլի, որտեղ տեսնում ենք դա։ Չափագրումներով ենք տեսնում։ Գիտակցությունից եւ ցանկությունից։ Այո, եթե դու ասենք գնում ես բան, չէ, պետք է նստես գնացքը, չէ։ Ինչն է կարևոր, որ գնացքին չուշանաս, չէ, գնաս այն սկզբից նստես, չէ։ Որ տեղ հասնես, չէ, հետո ճիշտ իշնես, մի խոսքով։
Հիմա այդ օգոստոսի 11-ը ժամանակի գնացքն է։ Եթե դու մտար անկախ նրանից, հիմա այդ գնացքի մեջ մտած մարդը չի հաշվարկում, չէ՞, գնացքի մաթեմատիկական շարժումը, չգիտեմ, բացարձակ։ Իրան Կարևորը տեղ հասնելն է։ Բայց ինքը այս խնդիրը կատարեց, ուրեմն հիմա այդ ժամանակը նույն գնացքն է, ինչ տարբերություն։ Ու քո գիտակցությունը, երբ որ դու հունվարի 1 ես, դու ընկնում ես, ու հիմա մենք այդ ենք անում, այդ փորձը արդյոք մարդու վրա ազդեցություն թողում է այդ սիմետրիան։ Ոչում ենք ժամանակի տարածության սիմետրիա։ Անգամներ, հազարավոր անգամներ մեր փորձերը ցույց են տվել, որ ինչպիսի գերհզոր բան է տալիս, էլ ինչ կա չկա, սա sense բարձրանում է, բայց իմ համար ամենակարևորը հենց, որտեղ էներգիան է բարձրանում, ինտուիցիան է անշուշտ բարձրանում։ Այնտեղ այդ երբեն էլ է ցույց տալիս, էլի։ Բայց իմ համար որ բանն է, էմոցիոնալ, այսինքն զգայականն է բարձրանում, ուրեմն բայց նկատի ունեմ դա համատարած անկախ նրանից մարդը գիտակցում է այն ինչ տեղի է ունենում թե ոչ, իսկապես բոլորի վրա ունենում են նույն ազդեցությունը, այդ եմ ուզում հասկանալ։ Դե հասկանալ։ միշտ գիտակցությունը, դե հիմա ես առաջնային եմ ասում, Գոնե չգիտակցելով, բայց ընդ է։ Գոնե չգիտակցելով, հա, ինչ մարդիկ քիմիկոս են, Մենդելեևի սաղ բան տարերը գիտեն, իրան ասում են կգնաս կալցիկ խմես, գնում ապտեկա, ասում են կալցիկ տակ։ Ինքը շատ է իմանում կալցիու բանաձևը կամ Մենդելեևի մասին կամ պարբերական մնացած։ Իրան պետք չի դա։ Պետք չի, բայց ինքը այդ կիրառականով ինչ որ բան է, չէ՞ ստանում ինչ որ։ Օգուտ է, այսպես ասենք, էլի ճակերտներով։ Հիմա այս դեպքում քո վիբրացիան է բարձրանում։ Իմիջիայլոց, եթե դու սուտ ես խոսում, ինքը 7-8-ից ցածր հաճախականություն է ցուցաբերում։ Վախնել, չէ՞, ինչքան։ Վախը, սուտ խոսելը, ասենք գլուխ գովալը եւ այլն, ամեն ինչ ինքնամեծարությունը, չգիտեմ, ինչ ախտանիշային զգացմունքային բան կա, սա այ 7-8-ից ցածր է։ Իսկ դա բերում է Հիմա 50 եկար։ Քեզ ասեն սուտ խոսա, դու չես սուտ խոսա։ Հասկանում ես, որտեղ չկա այդ հնչող այն դաշնամուրի բանը տեսել եք։ Եթե առաջի օկտավան ես չնվագեմ, երկրորդ օկտավան, չէ՞, ո՞նց հնչի։ Հիմա եթե այս մարմինը դաշնամուրը ես հնչացնում եմ երրորդ օկտավայից սկսած, սրանք չեզոքանում են։ Հիմա այդ սուտը այդ առաջի, երկրորդ սուբկոնտր օկտավաներում է գտնվում։ Այնտեղ պետք է դու սուտ խոսաս։ Եթե դու չունես դա, այդ սիմետրիան է բերում։ Դու նույնիսկ չես մտածի, որտեղ դա արդեն կլինի քո համար հստակ բան, օրինականություն, հասկանում ես, դու զարմանաս խոսում, ոնց սուտ չի կարելի խոսալ, կամ եթե հանկարծ խոսաս, մի անգամից վիբրացիան այն առաջ սուտ խոսալուց կարմրում էին մարդիկ, չէ՞։ Մեր ժամանակում մարդիկ կարմր, հիմա չեն կարմրում, իրանք ընդհակառակը, որ սուտ չխոսան, ուրեմն ինքը կարգին տղա չի մարդ։ Այսինքն էլի վիբրացիոն առումով տրված է հնարավորություն խոսելու։ Այո, հենց այդ 7-8-ը մենք որ գտնվում ենք 7-8-ից 14, մեզ տրված է սուտ խոսալու ամեն բոլոր ախտանիշներով զգայական, ինչ կա չկա, այդ վախից, բանից մինչև այն ամենաբան ախտանիշները։ Այսինքն այսօր այս մթնոլորտը, որ մենք ունենք, հա, այս մշակութային խեղումը, չգնահատելը, շատ բաներ կա ինչ որ տեղի ունենում մեր երկրում, այն որ ասում ենք դե հային սազական չի, չէ՞, տենց ձևակերպում ենք տալիս որոշակի մարդկային դրսևորումների, կնոջ տղամարդու մեջ, որ առաջ հայ տղամարդը սենց կամ հայ կինը սենց։ Հիմա կարելի է ենթադրել, որ այդ վիբրացիաների անկման ու չգիտեմ, աստղային այդ վերադասավորությունների պատճառով մենք իրականում մեր ներսում ենք կորցրել ըստ երևույթին այդ մեր տեսակի ընկալումը։ Հիմա հնարավոր է այդ փոփոխությունները տան էլի վերարժևորման։ Իհարկե, հա։ Իհարկե, հատկապես մեզ է, նոր ես եմ ասում, հայ ժողովրդի մոտագնդակը։ Որտեղ մենք որպես ազգային մշակույթ ունենք հայկին, չենք հասկանում, մենք իրան գիտենք այդ հայկը ինչ որ նետաձիգ ա եղել, գնաց է բելին խփել է, չէ՞։ Երբ է խփել, սկսում են թվագրություններ անել, այդ երբ է եղել, բան, ինչ որ կերպարներ են ման գալիս գտնում։ Բելը դա գիտությունն է։ Հայկը գիտությունն է, ինքը գիտական դպրոցի հիմնադիրը, աստղագիտության հիմնադիրն է։ Եթե մենք կասկածում ենք, ես նոր ապացուցեցի, չէ՞։ Արեք գնանք մեր կենտրոնական Մեծ Խաչաձև եկեղեցիները, ամբողջ տեիզերակարգը այնտեղ ազիմուտով բանով գեր ճշգրիտ առանց մազի պակասի դրած է, ախպեր ջան, հիմա մենք չենք գիտակցում, արդեն գիտակցությունը այնքան է ցածրացել, ինքը չի կարողանում դրամաբանի, չի կարողանում, այսինքն մեր համալսարանական միտքը չորացել է,
որտեղ ամեն մարդու բան չի դա, նորից եմ ասում, պետք է այդ միտքը, գիտական միտքը ուր է, չկա, գոռում ենք, ոչ մեկը, ասենց, նայում ես անապատ, ուր եք տղեկ, մար բան ենք ասում, այդ մեջներ մասնագետ չկա, որ մեկը գա, խոսքի օրինակ հարց տա, էլի, թեկուզ ասի կարող է դու խափում ես, ասեմ արի, գոնե կասկածի տակ դնի, այլ կասկածի տակ դնի, գոնե մի բան անի, մի բան արեք, խի, ինչի, ասենք ես, երբ որ Ելենա Գիենկոն Հենկոկը չէ, ասենք եկել էին, Պրավդիվցևը չգիտեմ Տրոֆիմովը, չէ, իրանք եկան, տեսան, մասնագիտական, ամեն մեկը իր մասնագիտական իհարկե առնում, նա աստղագետ էր, նա հնագույն քաղաքակրթությունների հետազոտող էր, ասես ես պետք է անպայման գամ Հայկին, տեսնեմ Քարահունջից կամ Տաթևից, Տաթև չթողեցին, տարան Քարահունջ, Քարահունջից տեսավ, սենց եղավ եւ այլն գրեց եւ այլն, այսինքն նա համոզվեց, ասես մինչեւ ես չտեսնեմ, այդ համոզմունքը չեմ ունենա, իսկ երբ որ նա հասկացավ, տեսավ ու հասկացավ մեր կուլտուրը, նա ուղղակի շշմեց ու ասեց, բա ինչ եք սենց խեղճ, ինչ եք այս վիճակի մեջ դուք, այս հզորությունը որևէ մեկը ունենար, հիմա ես ինչ էր արել։ Հիմա ինձ թվում է աշխարհը կենտրոնացել էր հենց այդ երկրի շուրջ, բոլոր առումներով, եւ մարդկային, սովորական հետաքրքրության եւ երևի գիտական։ Պարզապես, չգիտեմ, ես ասում եմ ամեն անգամ ձեզ լսում եմ լրիվ ուրիշ, այո, ազգի ներկայացուցիչ եմ արդեն ինձ թվում է ես Ռեմբոն եմ։ Բայց տենց էլ կա։ Բայց հետո հասկանում ես, բալա ոնց ենք մենք այսենց այս էներգետիկ առումով, ինչպես նշում եք, այդ տենց իջել ու չենք գալիս այն գիտակցության, որ սա պետք է արժևորել։ Այդ փոփոխությունը, այն որ ասում եք կտեսնենք մենք դրա հետ է, այդ փոփոխությունը մեր մարդկային գնահատականի կգա, մենք կտեսնենք դա։ Իհարկե, անպայման եւ շուտ, հիմա շատ արագած է ժամանակը։ Մենք ապրում ենք շատ դարակազմիկ մի հատ ժամանակաշրջանում, երբ որ աշխարհը փոխվելու է։ Ու նորից եմ կրկնում հայկական մշակույթն է փոխելու, ինքն է սպեղանին միայն։ Այս աշխարհ քաղաքական կռիվները կլինեն, իրանք տկլոր են, մերկ են։ Գաղափարական մերկությունը հայտնվել աշխարհում։ Ոչինչ արդեն։ Այո, համատարած բոլորը այդ են ասում։ Ուզեն չուզեն, իրանք վերցնելու են այդ մշակույթը։ Մեր մշակույթը, որտեղ դա նորից եմ ասում, հայկը մենք որպես գիտություն ենք։ Այդ հայկը բոլորի համար էլ բան է, չէ, աստեղատուն է, չէ, բոլորի ժամանակն էլ կառավարում է։ Ինչ տարբերություն։ Իմիջայլոց, ես որ խոսում եմ, որպեսզի կարողանամ նրանց մեջ հայկ գտնել, ասենք գերմանացի է, չէ։ Ասում եմ, բանը Զիգֆրիդին ճանաչում ես, հա, ասում եմ, վիշապի հաղթող Զիգֆրիդին, ասում եմ, հա, հետո կբացատրեմ, ասենք բանը, չինացի է, ասում եմ Լելոեին գիտես, ասում եմ, հա, վիշապին է հաղթել, հա, ու տենց ամեն ժողովուրդ, Սիգուրդը, ասենք շվե, դանյացի, չգիտեմ, սկանդինավա, չէ, բան, Դաբրինի Նիկիտիչը ռուսնա, սաղի հետ, ու սաղի հերոսները գիտեմ, էլի, բացի մի քանի ասկա մեր են, հա, որ իրանք չունեն, էլի։ Չունեն հերոսը։ Չունեն դրա համար էլ տանում են մեզնից։ Հիմա բացատրում եմ այդ Զիգֆրիդը, ասում եմ ինքը հայկն է։ Բացատրում եմ ու եթե այդ րոպեին ձեռքս այդ բանը լինում է համակարգիչը, ցույց եմ տալիս շշմում են, ասում են, «Էս բոլորը պետք է իմանան»։ Այո։ Քանի օտարը ինձ ասել, սա դու այնպես պետք է անել, որ ասել եմ քաղաքականությունը չի թողում, ամպերի։ Սպասի, հեսա անելու ենք, ուրիշ ձևերով կանենք։ Այո, իսկապես։ Կգա, բան կլինի։ Այդ մեր արժե համակարգն էլ եւ կփոխի եւ մեզ մի տեսակ բոլորին աշխարհին է փոխելու։ Ասում եմ, ես մեր դառն եմ դեռ լացում։ Դե մենք պահողներն ենք, չէ, այդ ամեն ինչի։ Ինչու մենք այսօր նստած ենք ստեղ, ինչու հայ ազգը իրեն այս հողակտորի վրա, որտեղ իր լեզուն ու մշակույթը իր հետ է։ Անուշիկ ջան, ինչքան էլ 99% մոռացություն են տրվել, այդ մի տոկոսը իմիջիալոց իմունիտետը մարդը, որ ապրում է, չէ, իրան պաշտպանող է իր իմունիտետն է, չէ։ Հենց այդ չելը մարդը մեռնելու է, չէ։ Հիմա ուրեմն ազգի իմունիտետ գոյություն ունի, հասկանում եք։ Ինչ ուզում ա լինի այդ 3%-ը,
Այդ 3%։ Հիմա աչքերդ ո՞նց է վառվում։ Հա, դե ասում եմ ես նենց եմ։ Հիմա ինչքան մարդ կճարենք, որ աչքերը վառում է։ Դուք քարան ջարեք, կտենաք ինչքան մարդ։ Ես ոչ միայն այս ամեն եկել եմ ու տեսել եմ դա նախանցած տարի այնտեղ էի եւ այդ ամեն ինչը շատ հաճախ ամենատարբեր զրույցների ընթացքում առավոտյան, չգիտեմ ոնց էլ փոխանցեմ մեր ազգին, որ մեր լսողները այդ որ անդադ ասում եմ ճանաչեք ձեզ, գնահատեք ձեզ, վերարժևորեք, դուք համ փրկող եք, համ դաստիարակող եք, համ պաշտպանող եք, ել այս ձևերը չգիտեմ ոնց այդ անեմ, չնայած որ դուք դե գիտականորեն ու մի քիչ մատչելի լեզվով փորձում եք դա ամեն անգամ մեզ փոխանցել։ Բայց դե պարոն Գևորգյան, ձեզ իրականում դժվար է կանչել առավոտյան ծրագրի հյուր, որտեղ մեր ժամանակը միշտ չի բավարարում ձեզ լսելու եւ ընկալելու ու նաեւ այդ sense ոգևորվելու, վառվելու։ Ուղղակի քանի որ 2 րոպե ենք 2 րոպե ունենք սիրելի հեռուստադիտողներ, Վահեին տանք հնարավորություն ներկայացնի ինչ արել, մենք հետո կուտենք։ Խնդրեմ։ Ուրեմն մենք պատրաստել ենք Վանի շրջանի խոհանոցից շատ հետաքրքիր աղցան, ճաճղ, իրականում տեսքը կարծում եմ արդեն տեսանելի է ինչքան էսթետիկ է ստացվել։ Այստեղ կիրառվել է ուրեմն բազուկ, ուրեմն վարունգ է օգտագործված թարմ վիճակում եւ ավելացրել ենք համած մածուն, իհարկե նաեւ 4 ձու, այս ամեն ինչը խառնել ենք թարմ սամիթի եւ թարխունի հետ։ Համեմունքները ըստ ցանկության ես իհարկե ավելացրել եմ միայն սև պղպեղ եւ աղ, որովհետեւ այլ բան այստեղ կարծում եմ պետք չէ։ Դասական տարբերակում սոխ եւ սխտոր է ավելացվում թարմ վիճակում, ես չեմ ավելացրել ելնելով ինչ-ինչ պայմաններից եւ իհարկե չորահացի հետ մատուցում ենք մեր ճաճղը։ Դե ինչ բարի ախորժակ։ Եվ քանի որ պարոն Գևորգյանը մեր տաղավարում է եւ այն որ ասում եմ երևի ինքը նկատեց թե ես ոնց եմ լուսավորվում, վառվում այս ինֆորմացիայով ու առասարակ այս հայի ուժով ու այս ամենով, ես ուզում եմ տալ հնարավորություն պարոն Գևորգյանին եւ ձեզ նաեւ մի նախադասությամբ, որը կբերի երևի թե այդ ինքնագնահատականի արժևորման, դուք այդ բառով փակեք այսօրվա մեր հաղորդումը։ Վերացեալ կնձ բազմաստեղս են Փայլես ցուկ ընդասս անմարմնոց, իբրևս հայկն գեղեցիկ փայլելով, ըզաստված ընկալցուկ, նարեկացի։ Շնորհակալ ենք ձեզ պարոն Գևորգյան, որ մեր հյուրն եք, սիրելի հեռուստադիտողներ, ձեզ ասում եմ եսասիրությունը պարոն Գևորգյանը այս պահին իհարկե մեղք է համարում, բայց ես մի քիչ այդպես այդ տոնայնությամբ ասեմ, որ վստահ եմ, որ մենք ձեզ տվեցինք շատ բովանդակալից առավոտ, հաջորդիվ մտածելու, ինչու չէ թևավորվելու, իմ նման ու ինչ որ բան փոխելու։ Ձեզ լավ օր ենք մաղթում, կհանդիպենք վաղը։ Հաջողություն։